Նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջիկայում Դոնալդ Թրամփի հետ կքննարկի ամերիկյան խաղաղության պլանը, հայտնում է Կիևը։ Նախագծով, որը հայտնվել է ազատության տրամադրության տակ, ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տալիս, բայց որոշ պայմաններով, թե ինչ չի նշվում։ Ուկրաինան պարտավորվում է չդառնալ միջուկային պետություն։ Ղրիմը, Դոնեցկը եւ Լուգանսկը անցնում են Ռուսաստանին եւ դե ֆակտո ճանաչվում ռուսական։ Խերսոնում եւ Զապորոժիայում շփման գիծը սառեցվում է։ Տարածքների մի մասը դառնում է ապառազմականացված բուֆերային գոտի, դե ֆակտո Ռուսաստանի վերահսկողության տակ։ Կողմերը նաեւ պարտավորվում են սահմաններն ուժով չփոխել։ Ուկրաինան նաև պարտավորվում է չմիանալ ՆԱՏՕ-ին, կրճատել զինված ուժերի թիվը։ ՆԱՏՕ-ն իր հերթին պարտավորվում է զորք չտեղակայել Ուկրաինայում։ Ռուսաստանն էլ չհարձակվել Ուկրաինայի եւ Եվրոպայի վրա։ ԱՄՆ-ն եւ Եվրոպան Ուկրաինայի վերակառուցման խոշոր ներդրումային փաթեթ կպատրաստեն, որին ռուսական սառեցված ակտիվներից $100 միլիարդ կհատկացվի։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն աստիճանաբար կվերացվեն։ Նախագահ Զելենսկին 3 ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլի հետ քննարկել է խաղաղության նոր ծրագրի շուրջ Վաշինգտոնի հետ համագործակցելու ուղիները։ Երեկոյան ուղերձում էլ բավականին զուսպ է արտահայտվել նոր պլանի մասին։ Հայտնել է, որ ամերիկյան կողմին բացատրել է, թե ինչն է սկզբունքորեն կարևոր Ուկրաինայի համար, ապա նշել, պատրաստ են աշխատել նոր պլանի վրա։ Ուկրաինային խաղաղություն է անհրաժեշտ, իրական խաղաղություն, որը չի խախտվի երրորդ ներխուժմամբ, արժանապատիվ խաղաղություն, այնպիսի պայմաններով, որոնք հարգում են մեր անկախությունը, ինքնիշխանությունը եւ ուկրաինացիների արժանապատվությունը, եւ հենց այս պայմաններն են, որ պետք է ապահովենք։ Ի տարբերություն Զելենսկիի, ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպանը անվտանգության խորհրդում կոշտ է արտահայտվել ծրագրի մասին խոսելիս։ Ուկրաինան պատրաստ է իմաստալից բանակցությունների, սակայն կան հստակ կարմիր գծեր, որոնք չպետք է հատվեն, զգուշացրել է Խլիստինա Հայովիշը եւ հավելել. Կիևը երբեք չի ճանաչի Ռուսաստանի օկուպացրած ուկրաինական տարածքները, դրանք չեն վաճառվում։ Ուկրաինան չի ընդունի ինքնապաշտպանվելու իր իրավունքի կամ մեր զինված ուժերի թվի եւ կարողությունների որևէ սահմանափակում, նաեւ չի հանդուրժի մեր ինքնիշխանության որևէ խախտում, այդ թվում մեր ինքնիշխան իրավունքի ընտրելու այն դաշինքները, որոնց ցանկանում ենք միանալ։ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ հիմա ուսումնասիրում են ամերիկյան առաջարկները եւ ակնկալում են, որ մյուս կողմերը կհարգեն Կիևի դիրքորոշումը։ Ինքնիշխանությունը, ժողովրդի անվտանգությունը եւ արդար խաղաղությունն անփոփոխ սկզբունքներ են Ուկրաինայի համար, հայտարարել է Ռուստեմ Ումերովը։ ԵՄ արտգործնախարարը հայտարարել է, որ Բրյուսելն աջակցում է խաղաղության ցանկացած ծրագրի, որը տևական եւ արդար խաղաղություն կբերի։ Մենք միշտ ասել ենք, որ խաղաղության ցանկացած ծրագիր պետք է իրականացվի Ուկրաինայի եւ եվրոպացիների մասնակցությամբ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր հերթին հայտարարել է, որ կշարունակեն աջակցել Ուկրաինային։ Գերմանիայի արտգործնախարարի խոսքով էլ սա վերջնական պլան չէ, այլ առաջարկների ցանկ, որը պետք է քննարկվի։ Մենք ցանկանում ենք ապահովել, որ Ուկրաինան կարողանա այս կետերը քննարկել ուժի դիրքերից, եւ հենց Ուկրաինան պետք է որոշի, թե ինչ փոխզիջումների գնալ, ինչպես որ Ռուսաստանը պետք է իր մասով նման որոշում ներկայացնի։ Մոսկվան դեռ չի տեղեկացվել, որ Ուկրաինան պատրաստ է բանակցել ծրագրի շուրջ, ասել է Կրեմլի խոսնակը։ Ու մինչ Ուկրաինան ուսումնասիրում է նոր պլանը, Ռուսաստանի նախագահը զինվորական համազգեստով 3 ռուսական զորքի արևմուտք խմբավորման հրամանատարական կետում հանդիպել է բարձրաստիճան զինվորականների հետ։ Գլխավոր շտաբի պետը զեկուցել է, որ գրավել են Խարկովի շրջանի Կուպյանսկ քաղաքը, վերահսկողության տակ վերցրել Պոկրովսկի 70 եւ Վովչանսկի ավելի քան 80%-ը։ Վլադիմիր Պուտինը Վալերի Գերասիմովին կարգադրել է շրջափակման մեջ հայտնված ուկրաինացի զինվորներին հանձնվելու հնարավորություն տալ։ Ուկրաինան հերքել է, թե ռուսական զինուժը գրավել է Կուպյանսկը, նշելով, որ շարունակվում են քաղաքներ թափանցած ռուսական դիվերսիոն եւ հետախուզական խմբերին հայտնաբերելու եւ չեզոքացնելու գործողությունները։ Նաեւ հերքել է Վովչանսկի եւ Պոկրովսկի մեծ մասը գրավելու մասին Մոսկվայի հայտարարությունները։ Ռուսական զինուժը այսօր հայտնել է, որ եւս 4 գյուղ է վերցրել Դոնեցկում։